գաղտնիքներ կբացահայտվեն, այդ գաղտնիքները հենց փետրվարի 26-ից կբացահայտվեն, որովհետև Մերկուրին ձկների կենդանակերպում 22-23 աստիճանի մոտ նահանջելու է, այն մնալու է ձկների կենդանակերպում դեռևս 20 մինչև մարտի 20-ը այնտեղ է լինելու, ասեմ ձեզ 8-9, 18-19, 37-38, բայց հիմնական 18-19 տարվա վաղեմության իրադարձություններն են սկսում նորից զարգանալ, այդ մարդիկ են գալիս ձեր մոտ Մերկուրին ձկների կենդանակերպում, որոնցից լուրջ ունեք, այլ նաև կարող է այսպիսի մի միտք ծագեց իմ մոտ անհայտ կորած մարդիկ հայտնվեն, ձկները դա մեկուսացման վայրեն են, դա անորոշությունն է, անհայտությունն է, հա, այդտեղ հնարավոր է, որ անհայտ կորած մեր զինվորները գան և նաև լուր կլինի, քանի որ ձկները նորից եմ ասում, մեկուսացման վայրերն են, գերիների հետ կապված որոշակի պարզաբանումներ կարող են լինել և մարտի 3-ի մոտակայքում կարող է արդեն որոշ մարտի 3-ից մինչև մարտի 20-ին, երբ որ Մերկուրին սկսի արդեն մարտի 20-ից ուղիղ ընթացքով կընթանալ, որոշակի պարզեցումներ կլինեն և դուք միշտ էլ հիշում եք, չնայած ես հպարտանում եմ իմ արած աշխատանքով և առավելապես չեմ էլ նեղում, որ ասում են գովաբանում են, եթե դու երկար տարիների փորձ ունես, այդ փորձը ցույց է տալիս, որ դու ուղիղ քո ճանապարհի վրա ես, քո մասնագիտական հմտությունները օգնում են քեզ առաջ գնալ, նաև ի նպաստ են հանրությանը, ապա այդտեղ գովաբանելու և պարծենալու ոչինչ չկա, ես իրավամբ ուրախանում եմ, որ իմ կանխատեսումները կատարվում են և հենց այդպիսի կանխատեսում արել եմ մեր նոր տարվա այդ ժամանակահատվածում 26 թվականի կանխատեսումներում ասել էի, որ գերիները կվերադառնան և այդպիսի միտում դեռևս նկատելի է։